Ողջույն, բարոսկոպի եթերում շարունակում ենք սահմանադրական փոփոխությունների նվիրված հաղորդումների շարքը։ Այսօր նոր դեմարդեմ ձևաչափով մենք մեր եթերում կլսենք հակադիր երկու ճակատների, այոյի եւ ոչի կողմնակիցների տեսակետները, ինչու մենք պետք է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ քվեարկենք այո եւ ոչ։ Այս տեսակետները ներկայացնելու համար այսօր մեր տաղավար ենք հրավիրել Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ Արթուր Եղիազարյանին եւ Առաքելություն կուսակցության անդամ Մանուկ Սուքասյանին։ Լսենք նրանց։ Բարև ձեզ պարոնայք, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Ես առաջարկում եմ մեր հաղորդումը սկսել բարոմետրի վերջին շատ թարմ հետազոտական տվյալների քննարկումից, մասնավորապես հարցը համաքաղաքացիներին տրված էր հետևյալ կերպ. մասնակցելու եք արդյոք սահմանադրության փոփոխության հանրաքվեին։ Ինչպես տեսնում ենք գծապատկերից, մեծամասնությունը հարաբերական կազմում միանշանակ մասնակցելու մտադրություն ունեցողները եւ մի փոքր տոկոս, 10%-ը ավելի շուտ այոյի կողմնակից են։ Եվ այդուհանդերձ բավական նշանակալի թիվ են կազմում նաև նրանք, ովքեր մտադիր չեն այս պահին մասնակցել սահմանադրական հանրաքվեին։ Հիշեցնեմ նաև, որ գործող սահմանադրության համաձայն հանրաքվեի նախագիծը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել են մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրացուցակում գրանցվածների 1/4-ը։ Ձեր կարծիքով այս առումով ինչ-որ մտահոգվելու խնդիր ունենք, որպեսզի լեգիտիմ համարենք հանրաքվեի արդյունքները։ Ես կցանկանայի դուք մեկնաբանեիք այս արդյունքները, ապա կանդրադառնայինք նաև ձեր տեսակետների ներկայացմանը, քննարկմանը։ Խնդրեմ, պարոն Սուքասյան։ Հետևյալ պատկերը, որը մենք տեսնում ենք այս պահին էկրանին, շատ դժվար գնահատելի է այն առումով, որ հստակ միանշանակություն ես չեմ տեսնում այստեղ։ Անգամից մասնակցության 43%-ը ես կարծում եմ, որ ավելի շատ մարդիկ մտածելով ելնելով են մտավախությունից, որ կամ իրականության մեջ, այսինքն ոչ չմասնակցությունը ընկալվելու է ավտոմատաբար ոչ, մարդիկ ապահովագրելու համար են իրենց այո ասել, ընդհանրելով, որ դրանով իրենց որոշակի վահան է դա իրենց համար, որովհետեւ մեկը իրենց չմեղադրի, բայց իրականում ներքուստ սահմանադրական փոփոխություններ առաջարկող իշխանությունը ասոցացվում է իր առաջարկի հետ եւ հաշվի առնելով ներկա քաղաքական տնտեսական տենդենսները ես չեմ կարծում թե այս իշխանությունների առաջարկած սահմանադրական բարեփոխումները հիացմունք են առաջացնում իշխանության ժողովրդի մոտ անկախ դրա բովանդակությունից, որովհետև եթե իշխող քաղաքական ուժը իշխանությունը տնօրինում է միանձնի առնվազն վերջին 6-7 տարվա ընթացքում եւ մեղմ ասած առաջընթաց չի եղել դեռ մի բան էլ հետընթաց, շատ դժվար է այդ հասարակությանը մոտիվացնել, որ այ գիտեք, հիմա մենք եկել ենք լավ փոփոխություններ ենք բերելու։ Այդ առումով ես կարծում եմ, որ ներկայիս գծապատկերը բավականին խոսուն է եւ զգալիորեն մոտ է իրականությանը ինքը։ Եվ ես գտնում եմ, որ դժվար է լինելու իշխանությունների համար բավարար քանակությամբ այո քվեներ ապահովելը։ Բայց նաև ոչի կողմնակիցները պետք է այս հարցում որոշակի շահագրգռվածություն ունենան ապահովելու մասնակցություն հանրաքվեին, թեկուզ ոչ տեսակետը ներկայացնելու համար։ Համամիտ եմ, դեմ չեմ դրա հետ, բայց ունենք մի ստվար զանգված, որը քաղաքական պրոցեսներին առհասարակ թերահավատորեն է վերաբերում եւ նրա համար, այդ զանգվածի համար ընտրությունների չգնալը կամ գնալը եւ ոչ ասելը էականորեն նույն բանն են։ Հետևաբար այո, ունի այդ խնդիրը ոչի կողմնակիցների այդ բանակը, բայց կարծում եմ, որ շատ անկանխատեսելի է լինելու այդ օրը, միևնույնն է երկու կողմն էլ ունեն ընտրատեղամասում բավականաչափ կողմնակիցներ ապահովելու խնդիր։ Շատ լավ, պարոն Եղիազարյան, խնդրեմ։ Ուրեմն գծապատկերին նայելուց ձեր դիտարկումը ճիշտ եմ կարծում, որովհետև այդ 33%-ը դա հենց ոչն է։ Այսինքն մարդիկ, որոնք չեն ընդունում գիտակցելով թե չգիտակցելով, ամեն դեպքում չվստահելով, նրանք չեն մասնակցում եւ իհարկե 43-ը դա միանշանակ այոն չի, նաեւ մարդիկ, որոնք սկզբունքային որոշել են գան ասեն նաեւ ոչ, բայց ավելի կգերակշռի այոն։ Եվ հաշվի առնելով, որ համապետական այս ընտրության ժամանակ ընտրողների 25%-ն է պահանջվում, կարծում եմ, որ սահմանադրական այս բարեփոխումների հաջողությունը ապահովված է։ Ենթադրում եմ առայժմ չշտապենք դեռ վերջնական գնահատական տալուց, այստեղ ամենակարևոր հանգամանքը նա է, որ
մարդկանց մի մասը ես տեսնում եմ, որ դեռ ինչ որ հավատ է պահում եւ դրանից ելնելով շատ կարեւոր է ոչ միայն այո ասելը, այլ նաեւ շատ կարեւոր է, որ այս ընտրությունները անցնեն թափանցիկ եւ ազնիվ արդար ընտրություններ, թող ավելորդ ձայներ պետք չեն, ոչ մի տեխնոլոգիաներ պետք չի աշխատացնել, որտեղ որքանով մենք դաշնակցությունը կարևորում է սահմանադրական այս բարեփոխն, այդքան էլ կարևորում է ժողովրդի մեջ այդ հավատի վերականգնումը, որ իր քվեով է խնդիրը լուծվում, անկախ արդյունքներից։ Իհարկե մենք նախընտրում ենք այոն, բայց թող ժողովրդի մոտ հավատը, որտեղ մեր երկրում ամենամեծ խնդիրը այս հավատի կորուստն է։ Հիմա տեսեք, ես 12 թվականին եղել եմ մեծամասնական տեխնացու, եղել եմ բուն ամբողջ process-ների մեջ եւ այդ ընտրությունից հետո մի բան բարձ դարձավ այս համակարգով անհնար է, այսինքն անիմաստ է դառնում հետագա բոլոր նմանատիպ ընտրությունները եւ ստեղ իսկապես փոփոխություն պետք է եթե ասում ենք ոչ նշանակում այսինքն ասում ենք թող ինչ ձև կա այնպես մնա եթե ոչը լիներ կոնկրետ ծրագրային մեկ այլ նախագծով ես այդ ոչը կհասկանայի լավ ներողություն որ ընդհատում եմ մենք շուտով կանդրադառնանք արդեն ձեր տեսակետներին այո եւ ոչին փաստորեն մենք պետք է փաստենք որ իսկապես կա որոշակի մտահոգվելու հարց այն առումով որ եւ ոչի եւ այոյի կողմնակիցները պետք է կարողանան համոզել իրենց համախոհներին գոնե մասնակցել առաջին հերթին հանրաքվեին եւ իրենց տեսակետը այնտեղ ներկայացնել։ Ես կցանկանայի նաեւ նշել, որ դա ընդհանրապես է քաղաքացիական որոշակի պատասխանատվություն իրենց ենթադրում մասնակցել պետական կառավարման համակարգի, հա, արմատական վերանայման։ Սա իրավունք է, էլի, ոչ թե պարտական։ Այո, պետք է ամեն դեպքում օգտվել այդ հնարավորությունից։ Ես հիմա արդեն առաջարկում եմ անցնել ձեր տեսակետների ներկայացմանը, որպեսզի մենք պահպանենք մեր հաղորդման ձևաչափը, ես կխնդրեմ յուրաքանչյուրիդ, որպեսզի ներկայացնեք ձեր տեսակետները հիմնավորող 3 գլխավոր փաստարկները։ Եվ սկսենք ձեզանից, պարոն Սուքերսյան, ինչու ոչ, որոնք են ձեր գլխավոր 3 փաստարկները, ինչու ոչ պետք է ասել առաջարկվող փոփոխություններին։ Բարի։ Ուրեմն մեր կուսակցության դիրքորոշմամբ 91 թվականի նախագահական ընտրություններից ի վեր մեր երկրում ոչ մի ընտրություն չի արտացոլել ռեալ քաղաքական իրավիճակ։ Եվ դրանից ելնելով Հայաստանի Հանրապետությունում չի գործում սահմանադրության այն դրույթը, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն պատկանում է ժողովրդին։ Քանի դեռ սահմանադրական այդ դրույթը չի գործում, այս կամ այն սահմանադրությունը թե որն է լավը, որը ավելի բարիք կբերի, լիրիկայի ոլորտից է մեզ համար։ Դա ռեալության մեջ չի տեղավորվում։ Քանի դեռ ընտրության արդյունքում հանրության քվեով իշխանությունը չի փոխվել, գործող իշխանությունը չի զիջել իր տեղը, ընդդիմությունը չի դարձել իշխանություն։ Նորընտիր իշխանությունների հերթին վերստին չի դարձել ընդդիմություն, այսինքն քաղաքացու քվեն չի դարձել այս երկրում որոշիչը, սահմանադրության նախագահական կամ պարլամենտական լինելը էապես դեր չի խաղում։ Երկրորդը, մեզ համար ակնհայտ է, որ սա լուծում է անձամբ Սերժ Սարգսյանի իշխանության մնալու խնդիրը, որտեղ եթե նա իրոք պարլամենտարիզմի կողմնակիցներ, նա կարող են արել առաջին իսկ իր ժամկետի ընթացքում, ոչ թե երկու ժամկետ նախագահել, նոր մտածել, չգիտեմ, երկրի կառավարման կարգը փոխելու վերաբերյալ։ Եվ այդտեղ հետո հատկանշական դրվագ կա, որ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ես ինքս կողմնակից եմ նախագահականի, բայց եթե մասնագիտական հանձնաժողովը ինձ համոզի, ես դեմ չեմ լինի նաև որ այդ եւ մի չորս հայ հանրությունը սպասում է Սերժ Սարգսյանի խոսքին, որ այդպես էլ ժողովրդի առաջ հանդես չեկավ եւ չասեց, գիտեք, այս փաստարկներով հանձնաժողովը ինձ համոզեց եւ ես առաջարկում եմ ձեզ ահա այս տարբերակը։ Այնինչ շատ ավելի լավ կլիներ, որ 2-3 տարբերակ դրվել լայն քննարկման ամիսներով, միգուցե տարիով, որ բոլոր թերի դեմ կողմերը Երևան, այ դա կլիներ անկեղծ, այ դա կերևար, որ իրոք մենք ընտրություն ենք կատարում այս կամ այն մոդելի միջև։ Բայց սահմանադրական հանձնաժողով կոչվածը մշակեց մի փաստաթուղթ, որը թե բովանդակային առումով, թե նաև զուտ գրվածքի գրագիտության առումով փնթի փաստաթուղթ է, ահա որ։ Այնպիսի կիքսեր են բաց թողել, որոնք մեզ հետագայում լրջագույն խնդիրների առաջ են կանգնեցնելու։ Առաջարկվող տարբերակով ընտրվելու իրավունք ունի Նաիրի Հունանյանը։ Այսինքն, հիմա ես մեջբերում եմ անում, հոդված 48-ում նշվում է, որ ընտրելու եւ ընտրվելու, ինչպես նաեւ հանրաքվեի մասնակցելու իրավունք չունեն դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված եւ պատիժը կրող անձինք։ Արդյունքում, եթե գործող սահմանադրությամբ այդ իրավունքով սահմանափակվում էր դատապարտված բոլոր անձանց ընտրելու եւ ընտրվելու իրավունքները, կանոնակարգվում էր։
ապա այժմ սահմանափակվում է միայն ծանր հանցագործների իրավունքը։ Հետևաբար ընտրվելու, ինչպես նաև ընտրելու իրավունք են ունենում քրեական օրենսգրքով սահմանված 4 տեսակի հանցատեսագրությունների հանցագործներից 3-ը՝ ոչ մեծ ծանրության, միջին ծանրության եւ առանձնապես ծանր հանցագործները։ Նայրին պատկանում է եւ իր ոհմակը վերջինիս թվին։ Մյուսը, հոդված 155-ում ամրագրվում է, որ ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին, պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է։ Մենք հիմա բացառիկ երևույթ է խորհրդարանական կառավարման մոդել ունեցող երկրները, որովհետև խորհրդարանական երկրներում զինված ուժերի գերագույն հրամանատարը բոլոր դեպքերում վարչապետն է կամ նախագահը։ Ակնհայտ է, որ նույնիսկ փաստացի պատերազմի դեպքում, իսկ մենք գտնվում ենք փաստացի պատերազմի դեպքում, Սահմանադրությամբ պատերազմի հայտարարում չի լինելու, Ադրբեջանը չի հայտարարելու պատերազմ Հայաստանին եւ Հայաստանն էլ չի հայտարարելու։ Արդյունքում խորհրդարանական կառավարման ներքո ունենալու ենք ռազմախորհրդարանական կառավարում։ Տենդենսներ տանում են դեպի Թուրքիա։ Նշված լիազորությունները հաստատ գործող պաշտպանության նախարարի համար չեն սահմանափակվել, մանավանդ որ 46-րդ հոդվածում այսպիսի դրույթ կա ընդունվելիք սահմանադրության իբրև թե որ զինված ուժերում ծառայողների կողմից կուսակցական լինելը կարող է սահմանափակվել օրենքով։ Այսինքն ակնհայտ է դառնում, որ Սերժ Սարգսյանի մատնացույց արած 3 պաշտոնները, որ ինքը չի զբաղեցնելու, հնարավորություն են ընձեռում նրան դառնալ պաշտպանության նախարար եւ երկրի տանել ռազմախորհրդարանական կառավարման։ Եվ մի խայտառակ X, որը հետագայում լուրջ իրավական խնդիրներ է ստեղծելու, հոդված 209-ում ամրագրված է, որ սահմանադրության 5-ից 8-րդ, այդ թվում նախագահ գլուխը 12-ից 15-րդ գլուխներն ուժի մեջ է մտնում նորընտիր հանրապետության նախագահի կողմից իր իսկ պաշտոնից ստանձնման նոր, այսինքն նորընտիր հանրապետության նախագահը ընտրվելու 18 թվականին։ Մինչ այդ գործում են, շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով սահմանադրության համապատասխան դրույթները։ Արդյունքում 2018 թվականի նախագահական ընտրությունները տեղի ունենալու գործող սահմանադրությամբ։ Այսինքն ժողովրդի կողմից ուղղակի ընտրությամբ։ Քանի որ 2018 թվականին գործող նախագահի լիազորությունների ավարտից եւ նորընտիր նախագահի պաշտոնից ստանձնման օրվանից 50 օր առաջ ԿՀ-ն պետք է ընտրություններ նշանակի։ Բառացի մեջբերումն է մանում առաջարկվող փաստաթղթից։ Արդյունքում երկրի հայտ իրավաբանների կամ չգիտեմ Վենետիկի հանձնաժողովի կողմից եւ падգամավորների կողմից առաջանում մի խայտարակություն է ստացվելու սա։ Լավ, սա դնում ենք մի կողմ։ Այլ ասում պարլամենտական կառավարում եւ այլն եւ այլն։ Հիմա ինչ տարբերություն։ Երկիրը կառավարում է կեղծիքներով եւ թվանկարչությամբ ընտրված նախագահը, թե կեղծիքներով եւ թվանկարչությամբ ընտրված պարլամենտական մեծամասնությունն իր ղեկավարով։ Եվ թող որևիցե մեկը պատրանքներ չունենա, որ այս մեծամասնականը վերացնելով, միևնույնն է հանրապետականի համամասնական տոկոսները գրվելու են առաջվա նման 40-ից 45%։ Շատ լավ, եթե ես ճիշտ հասկացա, ձեր փաստարկները երկու ուղղությամբ են եւ փաստացի իրավիճակի տեսանկյունից եւ բովանդակային արդեն փաստաթղթի բովանդակային տեսանկյունից։ Պարոն Եղազարյան, ներողություն, ես բաց շատ հակիրճ հավելում կատարեմ։ Մեր խնդիրը ոչ թե սահմանադրության այս կամ այն սահմանադրության բուն տեքստն է, մեր խնդիրը գրված սահմանադրության եւ օրենքների ու իրականության կապի խզումն է։ Այն ինչ որ գրված է սահմանադրությամբ եւ օրենքներում շատ քիչ է աղերսվում արկա իրականության հետ եւ չեմ կարծում թե նոր ընդունվելիք սահմանադրությունը արմատապես լուծելու այդ խնդիրը։ Մենք այդ նման տեսակետը չունենք։ Շատ բարի։ Պարոն Եղազարյան, խնդրեմ ձեր տեսակետը ներկայացրեք, ձեր գլխավոր 3 թեզերը եւ դրանից հետո կարող եք արդեն անդրադառնալ ձեր ընդդիմախոսի դիտարկումներին։ Մանկի վերջին ասացին ես էլ եմ համամիտ, այսինքն այն պատրանքները, որ սահմանադրական հանրաքվեից հետո Հայաստանի ընդերքում նավթ ու գազ է հայտնաբերվելու եւ միանգամից կտրուկ փոխվելու է, հասած չի լինելու, բայց սա լույսի շող է թողում։ Ինչի համար եմ ասում, որովհետեւ 12 թվականի խորհրդարանական ընտրություններին Մանուկը նշեց, որ կեղծիքների իրականում այդպիսի կեղծիքներ չեն եղել, զանգվածային ավելի շատ ընտրակաշառքի տեխնոլոգիան աշխատեց ապահովելու քվեները։ Եվ դրանով հանդերձ որպես կուսակցություն հանրապետականը 44%-ից ավել չգիտա, երբ որ կար Բարգավաճի պես ֆինանսական միջոցներ այդ ժամկվա ունեցող հզոր ուժ, որոնք դիտում էին մրցակից եւ հնարավոր բոլոր ռեսուրսները իրենք օգտագործեցին, բայց դրանից ավել չեղավ։ Եվ հանրապետականը դառնում է պարլամենտական մեծամասնություն զուտ մեծամասնական տեղերի հաշվին։ Այսօրվա կարող եք հանգիստ վերցնել բոլոր հաշվարկները անել։ Զուտ այդ տեղերի հաշվին նույնիսկ ընդդիմությունը, եթե 70% համամասնականով այսօրվա գործող համակարգով հավաքի, ինքը չի կարող մեծամասնություն լինել։ Բոլորը եթե միասին նույնիսկ լինեն, չեն կարողանալ լինել։ Այսինքն սա կրախի է բերում։ Սա նշանակում է, որ մենք հաջորդ
հաջորդ համապետական ընտրություններին այսօրվա այս բանով սահմանադրությամբ ուղղակի անիմաստ է գնալը, որտեղ լինելու է այն, ինչը որ նախկինում եղել է։ Անցյալ ընտրություն, եթե հիշում եք 12 թվականի ոչ մի քաղաքական ուժ լուրջ հայտ չներկայացրեց իշխանության կեղծիքների համար։ Մասնակի փոքր ինչ որ բան, բայց որ դա մեծ ազդեցություն գործել է, իրականում չեղել եւ բոլորը լռեցին համար, որտեղ հասկացան, որ գործեց լրիվ այլ տեխնոլոգիա, փողի, ֆինանսական միջոցների, մարդկային ռեսուրսները օգտագործելու։ Սրանով հիմա մենք բերում ենք հավասար իրավիճակ բոլորի համար, նույնիսկ բոլոր նրանց համար, նաև ովքեր ոչի ճամբարում են քաղաքական ուժերը, բոլորի համար ստեղծվում է հավասար հնարավորություն։ Պատկերացրեք 131 մետր գիծ պետք է վազենք, հանրապետականը վազում է 41 մետրից սկսած, մենք 0-ականից բոլորս։ Եվ բնականաբար այս պարագայում երբևիցե հաջողություն չեն գրանցել, ինչպես նախորդ բոլոր ընտրություններում, տեսեք, միշտ իշխող ուժն է հաղթել։ Այս ժամանակ փոխվում է նաև մտածողությունը։ Դրանք հանրապետականը դառնալով մեծամասնություն, նա կցորդային, այսպես ունենում էր կոալիցիոն գործընկերներ։ Ձևական բնույթի, որ ցույց տալու, որ տեսեք մենակ չենք։ Եվ այդ կոալիցիոն գործընկեր հասկանում էր, որ պիտի ինչ որ բանով բավարարի եւ մեծ հավակնություններ չի կարող ունենալ ազդեցություն գործել իշխանության վրա, որտեղ առանց իրա ցանկացած որոշում կարող են անցկացնել։ Այստեղ իրավիճակ է փոխվում։ Դուք թեկուզ հանրապետականը հավաքի միջև 50%-ին մոտեցող առավելագույն հնարավոր իր բանը, նա ում հետ փորձի կոալիցիա կազմել, այդ կոալիցիոն գործընկերը լավ հասկանալ, որ սա արդեն նախկին վիճակը չի։ Իր 7, 8, 10% չգիտեմ ինչքան կհավաքի, դրանով հանդերձ ինքը հավասար է նրա 40 քանի տոկոսին, որտեղ առանց իրեն չի կարող ձևավորել կառավարություն եւ ստեղ արդեն պետության ձևավորման, իշխանության ձևավորման արդեն մտածողությունն ամբողջությամբ փոխվում, արդեն այդ քաղաքական ուժը իրենց ծրագրային մոտեցումներն են պարտադրելու հանրապետականը եւ այս վիճակը հաստատ փոխվելու է։ Սա գլխավոր առանցքային, այսպես մեղն է այս սահմանադրության։ Սա մտածողությունն է փոխելու, որովհետև արդեն կուսակցական զուտ այդ համամասնական ցուցակներում են, կուսակցական մասում, բայց այդ համամասնական ցուցակում սահմանափակում չկա, ցանկացած քաղաքական ուժ կարող է նաև ներառել մասնագետներ, անկուսակցականներ, այսինքն ինքը այդ պատկերով է հանդես գալու։ Ես այդտեղ արդեն քաղաքական դաշտը գնալու է արդեն ծրագրային պայքարի։ Ես անկեղծ ասեմ, հաջորդ համապետական ազգային ժողովի ընտրություններում շատ մեծ լուրջ ակնկալիք չունեմ, որ բան, բայց տեսանելի է լինելու, որ ինչ որ բան փոխվեց եւ արդեն դրանից հետո բոլոր քաղաքական ուժերը լրիվ արդեն այլ ձև կսկսեն պատրաստվել մյուս ընտրությանը։ Նրանք, ովքեր այսպես այսօր մեծամասնական շատ անձանց կտեղավորեն իրենց համամասնական օլիգարխներ կամ բան, կունենան լրիվ այլ պատկեր ազդեցությունների եւ կզգան, որ արդեն սխալ է այդ տեխնոլոգիայով առաջնորդվել, արդեն կնախընտրեն մասնագետ, թեկուզ լոբիստական աշխատանքով իրենց համար, բայց կբերեն տնտեսագետներ իրավ, այսինքն պարլամենտը կսկսի դառնալ աշխատող։ Այսօր Հայաստանում աբսուրդ է, ավելի շատ օրենսդրական նախաձեռնություններով հանդես է գալիս գործադիր մարմինը, քան օրենսդիր մարմինը, որտեղ օրենսդիր մարմնում օրենք գրողների քանակը շատ քիչ է, մարդիկ, որոնք պատկերացնում են եւ հասկանում են ինչպես կարելի է օրենք գրել։ Այս վիճակը եւ խորհրդարանը կվերածվի իսկապես խորհրդարանի։ Սա գլխավոր կարծում եմ մեղն է։ Իհարկե շատ հիմա կարող եմ տարածվել այս թեմայով, բայց ամենակարևորը ասեմ, որ այսօր ոչի դաշտը միանշանակ չի իմ ընկալումներով եւ մենք միանշանակ չենք նայում վատով, որովհետեւ իսկապես երկրում անցած տարիներին այնքան հավատի կորուստ է եղել, արդեն անվստահություն, որ ոչի դաշտում միավորվել են շատ ուժեր, ռևանշիստներ, հավատը կորցրած անձի, քաղաքական ուժեր, ունեք շատերը կան, որոնք ոչինչ չեն ասում սահմանադրական բարեփոխումների բովանդակության հետ կապված։ Ուղղակի ասում են, այս իշխանությանը մենք չենք հավատում, որ սա լավ բան է միտված կամ մենք որ իրականացնեն կամ կմնա թուղթ կամ բան, այսինքն սա է։ Եվ այդ մտավախությունը մենք էլ ունենք, այո ասելով ունենք, որովհետև գիտեք ինչ, միայն հանրաքվեով չպիտի սահմանափակվել։ Հանրաքվեմ, եթե այոյի հաղթանակը եղավ, դրանից հետո հաջորդ կռիվն է, արդեն նորմալ ընտրական օրենսգիր կունենալը։ Այսինքն սրանք պայքարի ճանապարհներ են, որ պիտի հերթով հաղթահարել, մինչև որ մենք կարողանանք կառուցել նորմալ երկիր։ Հիմա շատ երկրների համար ասում ենք, իրանք անցել են ճանապարհ, հիմա մենք էլ անցնում ենք, պիտի ինչ-որ բան փոխվի։ Իշխանությանը չեմ ուզում այսօր սենց ես ոչ իրանց փաստաբանեմ, ոչ էլ, բայց ասեմ վերջի նաև էվոլյուցիա են ապրում իրենք, որտեղ փորձությունները ենթարկվում են իշխանության վրա գտնվողների։ Շատ շնորհակալություն, պարոն Սուքերսյան, դուք կարծում եք, որ նոր նախագծով, փոփոխություններով իսկապես կստեղծվեն մեկնարկային այլ պայմաններ կամ այդ պայմանների արդյունքում կձևավորվի նոր մտածողություն, թեկուզ որոշ ժամանակ անց։
քաղաքական ուժերին բռնաճնշումների միջոցով, վախի, շանտաժի, տարբեր սպառնալիքների միջոցով ճնշող Սերժ Սարգսյանը հանկարծ մի օրում դարձավ պարլամենտարիզմի ջատագով ու այս նոր սահմանադրությունից հետո այդ քաղաքական ուժերը դառնալու են լրջագույն քաղաքական դերակատարներ եւ Սերժ Սարգսյանն էլ կիսելու է իր իշխանությունը այդ քաղաքական ուժերի հետ։ Ինչ որ մեկը նման պատրանքներ ունի։ Մարդը պարզ ասում է, մենք գիտենք մեր հաճախորդներ։ Այսինքն քաղաքական դաշտում հաճախորդների ինստիտուտ ներդրող անհատը չի կարող, ուղղակի ես չեմ հավատում, ուղղակի բնական չի, որ որևիցե մեկը պատրանք ունենա, որ հանկարծ մի օրում դարձել է պարլամենտարիզմի ջատագով։ Շատ բարի։ Ինչ շատ կարճ անհրաժեշտ, որ պարոն Եղազարյանը ասաց, որ 2012-ին ընտրակեղծիքներ չկային, կար ընտրակաշարք։ Եթե արդյունքում ժողովրդի ռեալ վերաբերմունքը չեն ստանում քաղաքական ուժը, ռեալ քվեն ոչ մեկը չի ստանում։ Հիմա դա բռնության միջոցով է ճնշումի, շանտաժի թե ընտրակեղծիքի, այսինքն մարդուն այնքան նվաստացնելու, որ 5000 դրամով նրա ձայնը առնես։ Դա սկզբունքորեն նույն բանն է։ Դա սկզբունքորեն նույն բանն է։ Միևնույնն է, հանրության քվեն չի որոշում, թե ով է երկիրը ղեկավարում։ Հիմա ինչ տարբերություն, նախագահն է ղեկավարում, թե պարլամենտական մեծամասնության ղեկավարը։ Միևնույնն է, երկուսն էլ ռեալ քվե չեն ստանում։ Այդտեղից է սկսում բոլոր խնդիրները։ Եվ ես հաստատ կոչ եմ անում պարոն Եղազարյան, որ կտեսնեք, որ հաստատ այս սցենարի իրականացման դեպքում 17 թվականին հաստատ 50% չեն գրելու, այս մեծամասնականներին ներառելով հանրապետականի ցուցակ, ասելու են, որ մարդկանց անհատական տեղերում ունեցած վարկանիշը արտացոլվեց հանրապետականի վրա եւ գրելու են 60-65%, ինչ է կանելու այդ ժամանակ։ Կանգնելու են կոտրաստաշտակի առաջ։ Ես ոչ մի քաղաքական ուժի տեղը չեմ կարող ասել, դա իրենց որոշակն է, իրենց վերլուծությունների արդյունքում պիտի հանգեն, նման մոտեցումը իրենց ճիշտ է, թե սխալ։ Այստեղ վերադառնամ նախագահի հետ կապված։ Բնականաբար հիմա ես չեմ նստելու նախագահի ինչից ելնելով է նա գնում պարլամենտի, սա վերլուծեմ, բայց ես մի պարզ բան եմ տեսնում։ Սերժ Սարգսյանը չի ուզում իրենց հետո լինի Սերժ Սարգսյան, որտեղ ինքը հասկանում է, սա ինչ այլանդակ մեքենա է։ Այսինքն այս մեքենան քանի քո ձեռքին է ռուլը, դու ամեն ինչի տերն ես։ Հենց դու ղեկը թողեցիր, այս մեքենան հենց քո վրայով է անցնելու։ Ինչպես որ այսօր սին հավակնություններ ունեն նախորդ նախագահները, ինչ որ ձևով բան, չէ, այս մեքենան այնքան վատ մեքենա է, որ ոչ մեկ էլ շանս չունի գալու, բայց նաև ինքը գայթակղի չէ։ Ես այսօր ՀԱԿ-ին հասկանում եմ, որ ՀԱԿ-ը ոչի կողմնակից է, որովհետև այս մեքենան իրենք են ծնել, ժամանակին իրենց համար հատուկ ստեղծվեց Լևոն Տեր-Պետրոսյանի համար։ Այս սահմանադրությունը գրվեց ժամանակին 95 թվականին ու 2005-ին այսպես կոսմետիկ փոփոխություններ են, բայց բովանդակային առումով նա մնացել էր նույնը, ինչ 95 թվականի սահմանադրությունն էր։ Եվ այդ ստեղծել են իրենց համար, եւ այսօր իրենք ուզում են իրենք լինեն այդ Սերժ Սարգսյան, այսինքն այդ նույն լծակը, այդ ամեն ինչը ոչ թե ուզում են երկրում բան փոխվի, այլ կառավարիչը այս նույն մեքենայով իրենք լինեն, բայց դրանից մեզ ինչ, ժողովրդին ինչ, մեր կենսա մակարդակի, մեր ոչ մի բանի վրա այս ամեն ինչը չի անդրադառնա, սա ընդհանրապես որոշ մարդկանց հավատություն, ուղղակի պետք է քանդել այս մեքենան։ Ես ուզում եմ ինչ կարողանում գալ իշխանության, այս նորով են չկարողանում։ Թող ես գիտեմ որ ունենակ այդ պատրանքները, քանի դեռ քվեով իշխանությանը չեն դուրս արել իր կաբինետից, չի լինի։ Ես այնքանով համոզված եմ, որ այս ճանապարհը ճիշտ է, որ անգամ այն քաղաքական ուժը, որին ես պատկանում հաջորդ ընտրությունում ընդհանրապես չանցնի, ես էլի ասում եմ, սա ճիշտ է։ Այս ճանապարհը ճիշտն է։ Ոչինչ, կգա ժամանակը 10 տարուց, 20 տարուց, եթե դու մի օր քո ծրագրերը կհամոզես ժողովրդին կգաս, բայց ուղին սա է։ Բերեք ես փորձեմ ընդհանուր արդյունքը ներկայացնել ձեր ընդհանրությունները եւ տարբերությունները որպես քաղաքացի ներկայացնեմ։ Ընդհանրությունը այն է, որ երկու կողմն էլ, դուք երկուստ էլ գտնում եք, որ քաղաքական մրցապայքարի անարդար պայմաններ կան, որ երկրում քաղաքական մրցապայքարը իրականում չի իրականացվում այն մեխանիզմները, որոնք սահմանված են օրենսդրությամբ կամ առավել ևս սահմանադրությամբ։ Սա ձեր ընդհանրությունն է։ Տեսակետների տարբերությունը վերաբերում է նրան, արդյոք նոր սահմանադրությունը կփոխի այս իրավիճակը, թե ոչ։ Պարոն Եղազարյանը կարծում է, որ այո, դա հնարավորություն կստեղծի փոխելու իրավիճակը, գոնե հույս է։ Իսկ պարոն Սուքեսյանը կարծում է, որ միևնույնն է, ձևը փոխելով բովանդակությունը չի փոխվի։ Ճիշտ է։ Այո։ Ես շատ շնորհակալ եմ, որ հյուրընկալվեցիք մեզ, մենք անպայման կստեղծենք առիթ, որպեսզի շարունակենք այս բանավեճը։ Շնորհակալություն, պարոն։